Սիրելիուն գընտիրներ, բարի երեկո վանացայնեն, ահավասիկ դարձյալ ճորեքշապտի է և ձեր բոլորին կողմեր սպասված դիմանագար հայդակրին ժամն է։ Ինչպես գիտեք ամեն ճորեքշապտի դիմանագար հաղորդաշարով մեկ կհանդիպենք միասնապար ծանոթանալու և բացահայտելու այնպիսի հատկանշական անձնավորություններ, որոնց կյանքը մեզի կսորվեցնե հաղթահարել դժվարություններ և կերտել հաջողություն։ Մեր հայդակրին դուք կրնակ հետևիլ վանացայնի գայքեչով voiceofone.net ինչպես թե բջիջային հեռացայինի Radio Voice of One Live ծրագիրով և թիմադեդրի մեր էջով։ Հարկելիներ, այսօր մեր հյուրը բացարիք անհատականություն մնե։ Անոր անանուն մնե, որուն յետին կա մտքի դոգունություն, ասկային համոզում, գիտական խորք և լրագրողական ուղիղ դիրքորոշում։ Մեզի հետ է քաղաքական մեկնաբան, վերլուծաբան, մանկավար Աբրահամ Գասպարյանը։ Մարտը, որ կյանքի մեծագույն մասը նվիրեց հայրենիքի գաղափարին, անվանացոր ծառայեց գիտության, սերունդներու գրթության, պայքարեցավ ազատ և արդար պետության տեսլականին համար։ Բարի եկած եք, պարոն Աբրահամ Գասպարյան։ Բարի տեսած ենք, շնորհակալ եմ հրավերին համար։ Ինչպե՞ս եք։ Հիմա այս վերջին 7 տարվա ընթացքին, հատկապես վերջին 5 տարվա ընթացքին Հայաստանի մեջ գիսահումորային թրվակ մը գա, երբ որ մեկս մյուսին գարցնենք ինչպես ենք, երբ որ պատասխանել լավ ենք, կնշանակի կամ հոգեգան հիվանդությամբ կդարաբի եւ կամ ընդհանրապես անդեսած եմ, որովհետեւ ոչ մեկս լավ ենք, բոլորը սպասումով են, բոլորը չղակրկիր վիճակի մեջ են, պայմանավորված ընդհանուր քաղաքական եւ անվտանգային դրությամբ, ապահովական դրությամբ Հայաստանի մեջ, բայց զուտ արարողագարքի կամ պրոտոկոլի գարկը չխախտելու համար գսենք լավ ենք, մարդական ենք եւ դեպի առաջ Շատ ճիշտ։ Պարոն Գասպարյան, մեր զրույցը կուզեմ սկսել այն միտքով, թե երբեմն անհատներու տեսլականը գունենա խոր արմատներ, որոնք պետք է փնտրել մանկության միջավայրի մեջ։ Անհավանական չէ, որ ցեզի նման ասկային համոզումներ ունեցող երիտասարդի մտածերագությունը ապրած միջավայրը եւ առաջին աստակները վճռական դեր խաղացած չլան ինքնության գերտման մեջ։ Ուրեմն անցնենք այդ տարիներուն եւ խոսենք այն աստակներուն մասին, որոնք կազմավորեցին եւ ձևավորեցին ձեր ինքնությունը։ Աբրահամ Կասպարյան, ինչ բադգեր կբացվի ձեր արջև եւ երթակ անցյալ եւ հիշեք ձեր մանկության օրերը։ Այս հարցումը վաղուց չէին տված նույնի ճիշտ է եւ բավական մեծ լայն հորիզոններ կբանա, որովհետեւ բադիվ ունի մսելու որոշ շեշտադրումներ, որոնք իմ անցիս եւ անհատականությանս վրա մեծագույն ազդեցություն ունեցած են։ Նախ ես 80-ականներու սերունդ եմ։ Այո։ 80-ականներու սերունդ լալ կնշանակե անցնել քեհենի եւ դժոխքի այն ճանապարհով, ինչ որ հայության մեր զանգվածները մերձավոր արևելքի մեջ կամ միջին արևելքի մեջ անցան, ամենածանր տարիները եղած են։ Նախ մի քանի առումով առաջինը պատերազմ, համընդհանուր պատերազմ, թե Սուրիո մեջ, թե Լիբանանի մեջ, թե ընդհանուր խառնված աշխարհակաղակական դարաձաշրջանային վիճակներ։ Ես Սուրիո ծնունդ եմ, բայց մանկությանս առաջին 5 տարիները նաև Լիբանանի մեջ անցուցած եմ, Բեյրութի մեջ, Բեյրութ բնականաբար քաղաքացիական պատերազմի տարիներ էին, Այո։ Սուրիո մեջ նույնպես քաղաքացիական պատերազմի տարիներ էին եւ բարբերաբար Հալեբ, Բեյրութ այս մագընթացություններուն մեջ ձևավորվեցավ իմ մանկությունս Նաև հաշվի առնելով, որ Բեյրութի Լիբանանի մեր ասկականները կամ բարեկամները, որոնց կողմ երթայինք, իրենք ամբողջությամբ ներգրավված էին քաղաքացիական պատերազմի մեջ եւ հայկական թղամասերու ինքնապաշտպանության գործընթացի մեջ։ Երբ այդ ամբողջին գումարվեցավ նաև Սփյուռքի մեջ ծավալված հայկական զինյալ պայքարի դղաներու մեր գործունեությունը, երբ այդ ամբողջին գումարվեցավ նաև նյութական գարիքներու բագասը թե Սուրիո թե Լիբանանի մեջ, բնականաբար քաղաքապարական ուղղվածությունը շատ ավելի մեծ գլուխ պիտի բարձրացներ եւ
ագումբային այն տաստիարակությունը, որ ինքս ես բադիվ ունիմ ասելու, որ 3 տարեկան ես ստացած եմ, ես 3 տարեկան ես եղած եմ հայ մարմնակրթական ընտանեկան միության հոմենտմենի քայլուկ, անդամ եւ 13 տարի եղած եմ սկաուտ գումարած մարզական գործունեությունը գործավարած եմ, այդ ամբողջը բնականաբար չէր գրնար աստեցուց Ասացություն թողուր չկործել։ հարգավ եւ եթե հաշվի առնենք, որ 88 թվականին բայթած Արցախյան շարժումը եւ իմ սեփական ընտանիքիս, իմ անմիջական շրջապատիս ներգրավվածությունը այդ ամբողջ գործընթացի մեջ, Սպիտակի երկրաշարժին, Սփյուռքի արձագանքը, իմ մորս անմիջական ներգրավվածությունը Սուրի օգնության խաչի կամ ՀՕՄ-ի աշխատանքներում մեջ, ազատագրական պայքարի լծված եւ մեր հայկական գազམ་ագերբություններու հատկապես Դաշնակցության վերընծուղումը Հայաստանի մեջ եւ վերադարձը եւ այն գաղափարախոսական հսկայական ավանդը, որ ունեցած էին մեր նախնիները այդ իմաստով Սարգիս Զեթյանը սկսյալ մինչև Պապկեն Պապազյան, Հրաշ Դասնաբեդյան եւ մնացած այդ ամբողջին մենք չենք կնար անդարբեր լինել եւ մենք բախտավորություն ունեցած ենք ասելու որ այդ սերունդին տեսած ենք թեկուզ ֆիզիկական առումով, այսինքն Այո, տեսած ենք մեր շոշափելի դարձած են իրենք մեզի համար եւ եթե այս ամբողջին գումարենք որ իմ ցեղիս պատմությունը բավական հետաքրքիր է այդ իմաստով ես մեկ կողմից մշեցի 7 բորտ մշեցինք Եթեսիա, Մուշ Եթեսիա եւ Գիլիգեցի եւ բոլորը եղած են ասկային քաղաքապարախոսության գրողներ եւ ոչ միայն քաղաքապարախոսության, այլ նաեւ բայկարի մեջ ներգրավված բաբիկներ ունեցած են Մերիներ օրինակ Եթեսիա Երուսամարտի մասնագետներ եղած են եւ Մգրդիչ 7 եղբայրանի հրամանատարի աչփազուկներ եղած են, դասնաբեդներ եղած են եւ զուտ այն գաղափարը, որ մեզ փոխանցված է սերնդես սերունդ, որ հանձնվիլ չի գա, այլ ամբողջ կյանքի իմաստը հարադեպ պայքար տանելն է սեփական իրավունքներու եւ արդարության, հայրենական այո։ արդարության համար այդ ամբողջը չեր գնար անդարբեր զավակներ ցկել եւ բադիվ ունիմ ասելու, որ փախտավոր եղած եմ այդպիսի միջավայրի մեջ այդպիսի մտնոլորտի մեջ մեծած եմ գումարած այս ամենին որ Հալեբը ինքը եղած է հայաբաբանության հզոր թարգնոց եղած է այն քաղաքը որտեղ են Աղբալյաններ, Շանտեր, Անդրանիկ Ծառուկյաններ անցած են ճիշտ այնպես ինչպես Լիբանանը, Բեյրութը եւ Այո, հայկականության խաղապարը վարբահող չահագիրը եղող քաղուտը եղած է եւ այդ ավանդույթները սերնդես սերունդ փոխանցած է եւ եթե հաշվի առնենք նաեւ մեկ հանգամանք որ շատ խոսեցային անցյալի մասին այդ իմաստով բայց գխորին որ ծեր հարցին արժանի պատասխանը առաջին հերթին նախկիններու ստեղծած միջավայրի եւ ծաղայելը։ փոխանցած արժեքներու հղումը պիտի լա իմ բաբիգս եւ սա այն եզակի հարցերը մեկն է որ մշտապես սբարդացած եմ եւ անցս ներկայացնելու այցեքարտը եղած է նաեւ իմ ցեղիս շարավիղը լալը բաբիգս եղած է արաբունարի նախ ցեղասպանության առաջին սերունդ եղած է չհանձնվողներու առաջին սերունդ արաբունարի բնակիչ որ այժմ կգոչվի Կոբանի Հարապոնարի մեջ ասկային սկաուտության հոմենտմենի առաջին խմբի խմբաբեդերեն մեկ եղած է իր ուսերու վրա գրելով այն քարերը որոնք հետակային պիտի դառնային հայկական առաջին դպրոցի եւ եկեղեցին եւ բադիվ ունեցած է 52 թվականին արաբունարի սկաուտական խումբ առաջնորդելու դեպի Հալեբ գեներալ Տրոյին, Զորավար Տրոյին քաղաքային ստադիոնի մեջ, մարզադաշտի մեջ թիմավորելու եւ բադիվ ունեցած է Տրոյի ցերկը բականելու, համբուրելու։ Եվ ես կգրեմ իր անունը Աբրահամ Կասպարյան, երրորդ Աբրահամն է մեր ցեղի մեջ։ Արդեն հստակ է։ Այո, այս ամեն եղած են պատճառները եւ կարևոր մեկ հանգամանք, որ այս ամբողջ ծանր ժառանգությունը ստանալով, պատասխանատու ժառանգությունը ստանալով
Կամ գիտակցաբար պիտի դրվիս այս Շարունակելու ապրելակերպին։ Այո, շարունակելու այդ ամբողջը կամ ընդհանրապես պիտի գրավորական թիրք որդեգրես եւ անհետանաս դաշտը իսկ իմ ցեղիս պատմություն ցույց տված է որ անհետանալ չի գա, այլ պիտի այո, շարունակենք։ այո։ Բարոն Կասպարյան, 8 տարեկան էիք, ինչպես որ կգարտանք եւ դեղեկանանք ձեր մասին, դե դուք որոշեցիք քաղաքագետ դառնալ։ Ինչ բան պատճառ դարձավ, որ ձեր մեջ արդնա քաղաքագետ լալու այդ փափակը, արդյոք դեպքը կամ արիթմը բան մը եղավ, որ գայց տվավ ձեր մեջ այդ մեկ փափակը արդնալու։ Ցավոք թե բարեբախտաբար չեմ գիտեր այս սերունդի բարակային ինչպես է, բայց հիմա անուններ պիտի դամ գրնալ մարդկանց համար դարօրինակ թվա, բայց այն ժամանակ ջարդարակիդական այսպիսի զարգացում չի գար ամբողջ աշխարհի մեջ, այսինքն մենք մի հատ հերադեսիլ ունեինք եւ հերադեսիլ են եւ թերթերեն մամուլ են հետևենք իր դարձություններում, բայց իմ դեսողական հիշողությանս մեջ անընդհատ 4-5 կադր գա, այսպես, որոնք Ճիշտ զիս կհիշեք։ ներգրաված են այս ամեն ինչի մեջ։ Նախ Ռոնալդ Ռեյգան, Գորբաչով, Սադամ Հուսեյն, Հաֆեզ Ասադ, Բաշիր Ջմայել, որ անընդհատ կուքային, հա, այսպես լրատվության 24 ժամվա ամբողջ բանը գկրավեին, Լեխ Վալենսիա, այսինքն ասոնք այն բոլոր մարդիկ էին, որոնց կադրերը մենք մեր դանը կտեսնեինք Այո, եւ իրենց մարդին կգարտայինք մամուլի միջոցով եւ բնականաբար Լիզբոնի դղոց վերջին դեսանյութը ակտեն առաջ, որ շատ շատ ծանր հետքեր սկաց է իմ իբրև մարդ եւ իբրև հայ մեծնալու վրա եւ Արցախի վերամիավորման 88-ի շարժման կադրերը շատ այսպես տպավորված են եւ այդ ժամանակվան ինձ համար բարձենալ բարձ էր որ այն մտնոլորտը որում մեջ ձևավորված է այն զրույցները որ արդեն է մինչև գիշեր դանական կլսեինք։ շրջապատի մեջ այո մեջն ես տուն չէր գնար փարվոք աբակայի կամ ինչ որ փափուկ ցանկի մասին խոսիլ կամ մտածել ընդհանրապես այդ ամեն ինչի մասին ես մեկ դեպք կհիշեմ միայն իմ մանկութենս իսկ ես 3 տարեկան եմ գիշեմ իմ մանկութենս ինչպես եղած է 86 թվական ես դակավին 5 տարեկան էի եւ դակավին դպրոց չէի երթար բայց մանկաբարձի մեջ իմ չսեմ տասնյակներս մանկաբարձի երեխաներու մեջ չէի գտներ ինքս որովհետեւ դունեն փամ մգլասեիր հոմենսմենի քայլուկներու կամ խումբեն փամ մգլասեիր երկ մգսորվեիր ասկսեիր Գերտայր գուզեր ընկերներուդ հետ կիսվիլ եւ անհաղորդ կմնայր, որովհետեւ իրենք չէին արձականքել, որովհետեւ գուցե չէին գիտեր կամ մի վայլն եւ այդ կոմպլեքսը մեջս ձևավորված էր թե ինչու ես պիտի այսպես գիտնամ ասոր մասին գիտեմ որ վատ բաներ են ասկայտ կա եւ մեր երեխաները կամ այդպես անհաղորդ են գուցե գվայլեին իրենց մանկությունը հետո երբ որ 11 տարեկանից գուցե ամենաջագադակրական սխալները մեկն է որ 11 տարեկան մարդ պիտի չգարտա այդ վեբը Անֆրանիկ Ծառուկյան մանկություն ունեցող մարդիկը թե ինչ գործ ունի ստղա ջան որ 11 տարեկանից կնա բեդիկ վոկայլի շարունակությունը գարտա օրինակ կամ ուրիշ ուրախ բաներ քեզ մանկություն ունեցող մարդիկ ինչիդ պետք է շատ ծանր աստեցություն թողուց որովհետև հետո երբ որ գխորանաս այդ ամեն ինչի մեջ սիրել շողիկ 14-ին 15-ին սկսես հասկանալ որ օրինակ պետք է Շոպենհաուեր գարտալ պետք է փիլիսոփայական մտքի մեջ խորանալ որպեսզի հասկանաս թե դու ինչու Այո, իբրև ասկ հայտնված ես այս վիճակի մեջ ինչ քնով դրվեցավ քեզ այդ այն ժամանակվա հաղթանակը կամ բادرազմը կամ գորոսները ընդհանրապես որում մեջ էիր եւ այսպես դարվեդարի մեկը մյուսին վրա ձոցի երկրորդ բادرազմը ձոցի առաջին եւ երկրորդ բادرազմի կադրերը մինչեւ հիմա իմ ծրաճ հիշողութենես չեն։ չեն
այո, չեն ընդհանուր միջին արևելքի Որովհետև այդ ցանկները։ մեր երկիրներու մեջ, որոնք մենք ապրած ենք միջին արևելքի մեջ, գամա մենք արդեն ընդգրկված ենք քաղաքական այս վիճակի մեջ, Ճիշտ, ուզենք կամ չուզենք մենք մտիկ կնեինք եւ այսինքն հերոց չենք քաղաքական անցուտ հարցերեն, նույն բանն է, որ աստած է մեր բոլորի վրա, ինչպես որ ձեր վրա աստած է։ Իսկ հարգար։ այս բոլորին ասացություններն են, որ 14 տարեկանին դուք որոշեցիք արդեն ձեր ապական, որոշեցիք, որ դուք Հայաստան պիտի երթաք։ Եվ ինչպես ընկալեց ձեր ծնողքը ձեր արած որոշումը, ինչպես դուք գրցակ իրակորձել, վստահ բավական թյուրին չէր այդ բոլոր որոշումները առնելը։ Շատ ծանր էին, ընդհանուր ես երկու տարի գրեթե խռոված մնացած եմ լուսահոգի հորս հետ եւ գրեթե ոչ մեկ բար փոխանակած ենք իրար հետ, բայց դա իր նախապատմությունը ունի, ես բադիվ ունեցած եմ, փախտ ունեցած եմ առնչվելու, հաղորդակցվելու հայաստանյան մտավորականության հետ Դագավին խորհրդային միության դար։ Իմ հորեղբայրս գսորվեր Հայաստանի մեջ բժշկություն գսորվեր եւ ինքը շատ մոտ էր խորհրդային այլախոհ մտավորականության հետ, որոնց այցելությունները նաեւ օրինակ Հալեբ կամ Սուրիա գտասավորեր։ Օրինակ ես շատ մանուկ հասակից բադիվ ունեցած եմ Հովանես Շիրազի հետ շփվելու եւ Սերո Խանզատյանին անցամբ տեսնելու։ Եվ երբ 86 թվականին այդ կհիշեի Սերո Խանզատյան մեր իմ բաբիկիս դունը հյուրընկալված էր ալեհեր, այսպես մորուքով, բեխերով, երբ հարցուց սավ թե բալիկ ջան տուն որևէ հայերեն արտասանություն գիտես եւ ինք բարձաբես շշմեցավ եւ իր արցունքները տեսա աչքերի մեջ, երբ ես հայոց դանթեականեն հատված մը արտասանեցի 5 տարեկան երեխա մալալով Շիրազին եւ զիս քրգելով գլուխս այսպես քրգելով գեիշեմ իր խոսքը որ այս ասկ իրավունք չունի մեռնելու քանի այսպիսի բալիկներ ունի այդ ամբողջ բնական էր որ աստեցություն մի դիցեկեր մանավանդ որ հետո երբ որ գմեցնաս քիչ բադանեգան դարիքի Այո, գմտնես կհասկնաս թե ինչս որուն է հետ դուզել։ այո ջագադակիրը կամ բախտը կամ չեմ գիտեր ինչը այնպես դասավորած է որ դա պիսի մարդկանց հետ շփվիս 14 տարեկանը այո հասունության դարիքներ նաև քաղաքական հասունության առումով վերջնական որոշումներ ինձ համար որ իմ աստծո գոմե դրված գուցե շնորհքը գուցե գիտելիքը գուցե առանձնահատկությունը չսեմ, բայց այն ճանապարհը, որ կանխորոշված է երևի, որ ես ինքս կշարունակեմ փորել եւ հասնել, պիտի ծառայե ոչ թե համայնքի Այլ հայրենիքի։ հզորացման, այլ հայրենիքի։ Այո։ Վերջի վերջո ես այս մոլորագեն դուրս պիտի չփախեմ, այսինքն եթե դրոշ մգա, որ դու պիտի ծառայես հայրենիքիդ եւ պիտի գադարելակորցվիս ծառայելով հայրենիքին, աշխարհի որ անգյունալ գտնվիս պիտի ծառայես քո Հայաստանիդ եւ հային ու Այո, Հայաստան, այսպես։ Վճռական որոշում էր, ընդհուպ եմ, որ արաբական բաս կուսակցության դեպրոցի մեջ գիտեիք, դեպրոցների մեջ, սուրիական դեպրոցների մեջ այն ժամանակ իբրև ամբողջատիրական համակ իշխող գուսակցությունը իր ներկայացուցիչներ ուներ եւ քաղաքականապես ակտիվ, քաղաքականապես հետաքրքիր, այսպես խոստումնալից երիտասարդներն անդադ կփորձեին որսա։ Մեկ երկու փորձ կատարված էր զիս ներքաշելու բաց կուսակցության գործունեության մեջ հաշվի առնելով արաբերեն լեզվի շատ լավ իմացությունը, նաև քաղաքական գիտելիքը, այն որ դերբի կողմի է գսեն, այո, այսպես այն ժամանակ այդպիսի առարգագար շատ ակնհայտ առաջընթաց ունեի, նաև պատմության եւ աշխարհակրթության վերաբերյալ իմ ունեցած գիտելիքները գրոնական հարցերի վերաբերյալ արաբերեն իմ գիտելիքները փորձեցի ներգրավել զիս ես փորձեցի շրջանցել այսպեսնել եւ փախուստը դվի որովհետեւ հասկացնելով որ որևէ շահագրգռվածություն չի գա այդ իմաստով եւ ինձ համար բարձրանալ բարձ է որ 9-րդ դասարանից բրովեի քննություններն յետք
որս արժե բանջտրի, որ իր փախցալի միավորը կամ գնահատականը ցերկ բերելու բարակային իմ ուզած նվերս պիտի ստանա եւ իմ ուզած նվերս Հայաստան կալներ։ Ահա, Այդ ժամանակ հայրենիքը շատ վտանգավոր պայմաններում էր հետ պատերազմյան, նաև սահմանափակումներ, գաղափարական այո, դարանչադումներ, հստակ հալածումներ, հալածանքներ։ Դագավին ես ինքս չէի մարսած Արթուր Մկրտչյանի սպանության փաստի 92 թվականին, հա, եւ ես որոշեցի, որ հորս փախցալի գնահատականը բրովեի պիտի բերեմ եւ կամ Հայաստան միակ պայման ադեր անհնարին գտվար այդ ժամանակ, որովհետեւ ակումբային եւ միութենական աշխատանքի մեջ ներքաշվող մարդը արտանեմ մինչև գիշեր ես ակումբները դուրս չէի ելներ մեկ տասախոս ուտենեմ, մեկ քննարկում է, մեկ արշավ գազմագերբել է, մեկ հոս, մեկ հոն եւ սովորաբար չէի սորտներ դպրոցի մեջ, փոխարենը ամբողջ գիշեր քիթ կգարտայ, այսինքն ահա, իմ նախընտրությունը հիմա ասածս թողված օրինակ չծարայե ահա, շուշտ, փոխկերպոն, բայց ես օրինակ դպրոցական գիտելիքը ոչ թե մերժած եմ, այլ նախընտրած եմ ընթերցանությունը գիտելիքի մեծ ծովը կան այն դպրոցական ծրագրերը, որ կմատուցվեին եւ ադեր, որ ինձ հնարավորություն տվավ գալ Հայաստան 95 թվականին ես եկա Հայաստան տեսա թերությունները սկացի, թեև սպոսաշրջիկի գարկավիճակով ես, բայց ինձ համար մեկնագետը այն էր, որ ես պիտի կամ եւ վերջնական որոշումը սոս պիտի ընդունեմ, դակավին 14 տարեկան։ Եկա տեսա թերությունները բնականաբար տեսա, ինչպես չէ եւ թակուն քաղտնի այցելեցի pedagogan համալսարան, pedagogan համալսարանի քաղաքագիտության բաժնի ուսումնական ծրագիրը խնդրեցի եւ տեսա թե ինչ առարգաներ կանցնի ահա, կամ ինչ նյութեր կանցնին որովհետեւ հարաճիգա մի քանի տարվա ընթացքին ինքնուրույն աշխատի, ուսումնասիրությամբ պատրաստվիմ, այո, աշխատիմ, որովհետեւ խնդիր տնեմ արդեն բակալորյան ավարտել ես յետք մեկնիմ Հայաստան։ Այդպես ալերի ես ինչ մտքից դրած եմ, սովորաբար այդպես ալրած եմ, ցանկացած գնով ինչ որ ուզելա։ 16-17 տարեկան էի, երբ որ ծնողքիս երկրորդ անգամ փաստի առաջ կեցուցի եւ հոներ որ հորս հետ ես խնդիր ունեցա, երբ ասի վերջնականապես իմ որոշումս ընդունված է, իմ ճակատագիրս Հայաստանն է, ես ծնած եմ թե գենետիկ առումով, թե քաղաքապարաբես, այդպես չտաստիարակ էիք, եթե այո, գուզեիք ես լայք չտաստիարակ էիք, գուցե ուրիշ միջավայր ապահովեիք, որովհետեւ ես ավելի այլ կյանք նախընտրեի, քան այն ամենը ինչ որ գամ։ Բնականաբար գրիվներ, պատերազմներ եւ երբ որ բակալորիայի քննություններու խնդիրը եկավ, ես այնպես սորվեցա, որ հնարավորություն չունենամ բարձր քննադատականներ ստանալ, որովհետեւ ես Սուրիա չմնամ։ ահա, Ես մի դումնավոր այնպես էի, որ իմ միավորներս բավարարեն այնքան, որ ես դուրս գամ հաճո, ոնդեղեն եւ կամ այո, հաջողություն ցերծեք, այո, դպրոցները հաջողիկ, բայց հոն չմնաք, բայց կամ Հայաստան, այո։ այո, Ես եկա Հայաստան եւ արդեն երկրորդ կուրսի ծրագիրը արդեն պատրաստ էր։ ահա, իսկ ձեր ծրագրածը եւ ինչ որ տեսակ ձեր ծրագիրը եւ ապրած կյանքը այդ ժամանակաշրջանին համընկնեցավ իրարու, ձեր ծրագրածի մեզ ընթացավ ամեն բան, Ոչ։ այդ շրջանին, Տեսեք, ես որ եկա Հայաստան ամենամեծ ողբերգությունը եւ թշպախտությունը, որ ինքս ապրեցա, որ դագավին ինչեւ որ չեմ գրնար մարսել այդ ամբողջ եւ գխորին, որ յուրաքանչյուր հայ, որ ասկայն մտածողություն ունի, չի գրնար համագերբել այդ մտքին, այդ հոկտեմբեր 27-ն էր։ Հոկտեմբեր 27-ի արյունալի դեպքերը, որուն ես ասկայն ժողովի բادرեն դուրս ականատես եղա, դագավին երիտասարդ, դագավին նոր եկած արդեն ոչ թե սպոսաշրջիկի կամ հայրենիքը այցելողի աչքերով, այլ հստակ նպատակ ունեցող մարդ, որ իր ամբողջ կյանքը պիտի գաբե Հայաստանի քաղաքական ապակայի հետ։ Շատ ծանր օրեր էին, սիրելի շոյք։
շատ ծանր։ Որովհետև մեկ բան ինձ բրգեց ողջախոհությունը, որ վարդակույն ակնոցները պիտի հանես եւ պիտի իրադեսնաս։ Այո, իրադես պիտի ելնա։ Սովորաբար մինչև 2000-ականներու կեսերը այն սփյուռքայերը որ գուկային կան արևմտահայ ես ինքս սփյուռքայից չեմ հավանել ես կամարեմ ինքսինց արևմտահայ տադունեցող մարդ ոչ թե սփյուռքի մեջ սովորաբար կամ բադահապար այսպես ծնված մարդ սովորաբար սփյուռքեն եկած մեր հայրենակիցները երիտասարդները որոնք գուկային սորվեին կամ ուսման նպատակով եկած էին ամենահեշտ բան, ամենաթույն բանը իրենց համար ասելն էր, որ մեր պատկերացումներուն չէր համապատասխաներ, չէր համընկներ, ադորամար մենք հիաստապեցանք, Պիտի ցկեն եւ պիտի վերադառնան։ Չեմ մեղադրել, գուցե ամեն մեկի իր անհատական պատճառներ ունենական, հիմնավորումներ ունենական, ավելի բարեգեցիկ կյանքի խոստում ունեցած լավ հնարավորություն ունի ասպիրկի մեջ։ Այդուհանդերձ ինձ համար վճռական որոշում էր ընդհանրապես անտեսել այն փաստը, որ Հայաստանը մի բաց կողմեր, աս կողմեր, այդ կողմեր, որովհետև երբ որ քո հոգիդ հայրենիքի մեջ է, թեկուզ դուրսը ծնած ես, քո հոգիդ միտքդ, սիրտդ ամբողջությամբ իր ուժը կստանա հայրենի հողեն, հայոց քրերեն, հայոց հոգևոր, քաղաքակրթական, այո, կանցարանեն, Տուն իրավունք չունիս շեղվել։ Այս ասածս ամենը ինչի նշանակեր, որ ուրիշներու որտեքրած ուղին սխալ է, հակառակ ուրիշներն այս հողեն ուժը ստանալով դուրսը կսփռեն այդ ամբողջը եւ այս երկու աշխատանքները մեկ մյուսին կամփոխացնեն, այսինքն մեկ մյուսին ջագ։ Բայց ջագադակրով, մտածողությամբ, հոգով, սրտով, ձիներով, ջեներով Այդպես գուցե որոշված է, որ դու մի դիանցիս այս ճանապարհը, որքան էլ փշոտ լա, տադասկոտ լա, որքան էլ քո նախնական պատկերացումներով չհամապատասխանի, որքան էլ քեզ քո նյութենական պատերուտ մեջ դաստիարակած լան Հայաստանի անսխալականության եւ այլն վերաբերյալ, այդուհանդերձ տղամարդավայել պիտի տանես այդ բոլոր խնդիրները եւ դժվարությունները եւ պիտի հասկանաս, որ այո, պիտի դիմակրավես Գուցե ոչ բոլորը գոչված են բողբադե նյարդեր ունենալու, ներվեր ունենալու եւ այդ ամբողջը դանելու մինչեւ վերջ։ Բայց պիտի լան մարդիկ նաեւ որ այս աշխատանքը պիտի շարունակեն, որովհետեւ ես քիչ առաջ անուններ թվարկեցի բարձրապես եւ չեմ գնար այդ սրբապղծությունը թույլ տալա, իրենց անունները թույլ տալով եւ իրենց գործը չշարունակելով ես ամբողջությամբ իմ կապարախոսական հենարանները երկուքը 3 եղած են, որոնց մեկը Սարգիս Զեթյան եղած է, ամենավերջին այսպես եմ, եւ մյուսը Արամ Մանուկյան եղած է, եւ եթե այս մարդկանց մասին գխոսիս իրենցմով դասյարակված ես իրենցմով արդյունքում մինչև գիշեր մեծած ես եւ ուխտաթրուժ պիտի լաս վերջի եւ պիտի ասես որ չէ ես հոգնեցա իրավունք չունի այ հոգնող տեսակ չենք պիտի շարունակենք մինչև վերջ այո լավ բարոն Գասպարյան դուք հաջողեցաք ձեր ծրագրածի նման ավարտեցիք միջազգային հարաբերություններով քաղաքագիտության ամբիոնը բայց տարիների հետ նույն ամբիոնը մուտք գործեցիք դարբեր թերով Այս անգամ իբրև դաստիարակ հազարավոր երիտասարդներով։ Ինչպես կարժևորեք դարիներու այս ծեր աշխատանքը։ Դարդյունավետ, մինչև 2024 թվականի սեպտեմբեր 1-ի երբ զիս հերացուցին պետական համալսարանը քաղաքական հայացքներ։ Այդ ալ պիտի խոսենք։ Ռետրոսպեկտիվ երբ։ Այո։ Եմ այդ իմաստով ես Դագավին 4-րդ կուրսի ուսանող էի, bachelor's-ի, բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող էի, ես զուգահեռ ոչ պաշտոնապես կդասավանդեի համալսարանի, այսինքն մեր դասախոսները միջին արևելքի միջազգային քաղաքականության առումով բարբերաբար զիսկը ներգրավեին ավելի ցածր կուրսերու, ավելի փոքր կուրսերու, երկրորդ առաջին կուրսերու դասավանդման մեջ։ Երբ որ masters ծրագիրը գնեի, արդեն ոչ պաշտոնապես, բայց բարբերաբար կդասավանդեի, հետո երբ որ
PhD-ին կամ դոկտորականս ըրի արդեն բարձանալ բարձր, որ զուգահեռ գտասարանտ եք նաև։ Ամենափեղմնավոր տարիներ եղած են ինձի համար, իբրև գիտությամբ զբաղվող մարդու, որ հաճույք կստանա գիտութենը։ Այո, Ես գիտությունը շատ կսեմ։ Իմ մասնագիտությունը բարձրապես պաշտամունքի աստիճան եղած է ինձ համար, որովհետև ինքս ազատ եւ հանգիստ ստեղծած եմ եւ սկացած եմ եւ տեսած եմ, որ այո, իրապես քաղաքական միտքը զարգացնելով ես հնարավորություն ունիմ իմ երկրի զարգացման նպաստել։ Բազմաթիվ գիտական հետազոտություններ, բազմաթիվ հոդվածներ, այդ թվում արտասահմանյան հարաճաբահ օդարալեզու, անգլալեզու բարբերականներու մեջ գիտական տարբեր կետրոններու հետ աշխատել Ժնևի պետական համալսարան, մինչև Գութենբուրգի համալսարան, մինչև Օքսֆորդի համալսարան, տարբեր հետազոտություններ իրականացուցած եմ խմբային, խմբագային եւ անհատական տարբեր բարբերականներու մեջ գիտական հոդվածներ տպած եմ եւ սերունդներու հետ աշխատած եմ։ Գհիշեմ միայն, որ ամենափեղումնավոր շրջանը 2011-17 թվականներ եղած են, որտեղ նվազագույնը մեկ տասնյակ ուսանողներ ունեցած են, որոնք համաշխարհային մակարդակով գիտական նվաճումներ արձանագրած են քաղաքագիտության եւ միջազգային հարաբերություններու ոլորտի մեջ եւ ինտերես համեստ եղած է, այսպես ասեմ, իրենց գիտական պատրաստվածության հարցով։ Հրաշալի դարիներ էին այդ իմաստով, բայց եւ ոչ թե փողոքի, այլ ավելի գադարելակորցվելու եւ սիստեմի թեմ գրիվ գալու դարիներ եղած էին։ այո, Որքան ալ մեզի համար ընդունելի լայն օրինակ այդ ժամանակվա չեմ գիտեր մեթոդները այս կամ այն կերպ այդուհանդերձ ընդհանուր սիստեմի համագարկի դրամապանությունը, որը կառուցված էր Երևանի պետական համալսարանի մեջ, մեզ համար անընդունելի էր այլախոհությունը զսպելու կամ ազատ խոսքի համար կամ քաղաքական քաղաքացիական դիրքորոշման համար դասախոսներուն վտարելու, գասեցնելու որոշում մեզ համար գարմիլքից եղած է, մեջտապես պայքարած ենք հաջորդեմ։ այդ ուղղությամբ, այո, Ինչի ականատեսը մենք եղանք նաև աս վերջին մի քանի տարվա ընթացքին, երբ որ այս իշխանությունը հաստատվեցավ Հայաստանի մեջ եւ սկսավ բարձրապես մտքի թերորով զբաղվել եւ հալածել բոլոր այն դասախոսները, որոնք դարիներով վաստակ ունին եւ իրապես սերունդներու հետ աշխատած են։ Հիմա ես շատ ներողություն պիտի խնդրեմ, բայց կարևոր փաստ պիտի արձանագրեմ։ Օրինակ քաղաքագիտության եւ միջազգային հարաբերության ոլորտի մեջ դոկտոր պատրաստելը կամ associate professor պատրաստելը մեկ տարվա, երկու տարվա խնդիր չէ։ անշուշտ, Ռեսուրս մնա, որ 15 տարի պիտի ծախսես, որպեսզի ստանաս այդ նվաճումը եւ հիմա իրենց մե հենց այնպես հրաժարվել ասել, որ քանի որ իրենք քաղաքական հայացքներով չեն համապատասխանել մեր հայացքներում եւ դուրս ցկել, ադի համալսարան համար ցավ է։ Եվ այստեղ խնդիրը ամենևին բանը չէ, որ Աբրահամ Կասպարյանը օրինակ աշխատանքի միակ հույսը է համազի, ես իմ օրինակ Հայաստան մեջ ֆրանսիական համալսարան մեջ կտասաբանեմ, դա գավին 15 տարի առաջ, դա չէ խնդիրը, ուղղակի այն է, որ համալսարանը, որու բادرուդակ մեծած ես, թրձված ես, պատրաստված ես, գիտելիք ստացած ես եւ այսպեսի արտահայտություն կա շատ նպաստ ունի, շատ էմեգ ունի համալսարանը այո, կորատ։ Եվ եկած էր ժամանակը, որ թուն գրկնաբադիկը պիտի փոխանցես սերունդներուն, հանգարց այդ թելը կընդհատվի, այո։ ինչ-ինչ կմահաճություններու պատճառով։ Ձեր դիրքորոշումներուն եւ խիզախ արտահայտություններուն պատճառավ էր, որ ձեզի հերացուցին ձեր ամենայն սիրած վայրեն։ Այո, Ճիշտ է։ Իսկ ճիշտ է։ ինչպես ընկալեցիք դուք այդ որոշումը։ Հետաքային Շատ օրինաչափ, ինչպես։ շատ օրինաչափ, Ահա։ շատ օրինաչափ, որովհետև Գիտեիք այդ ինձ համար որոշումին, գիտեիք, որ այդպես պիտի լա։ ես այդ Կսպասեիք այդ որոշումին որոշումը։ կսպասեի 2020 թվականի նոյեմբեր 10-ին։ Ահա, բայց արդեն ցեզի հավելյալ արիք տրված է ուրեմն միջև դիմանակ 2024 թվական։ Անգերց բան ասեմ,
դինտորոսյան դեսեք բادرազմեն յետք շատ բան փոխվեցավ ես ինքս շատ ձանր վիճակ ապրեցա բادرազմը համագարկ քանդեց ոչ միայն բեդության այլ ոչ միայն հոգեբանության ոչ միայն մտածողության այլև ընկալումներում աշխարհի նկատմամբ մարդկանց նկատմամբ Այո, Հավանաբար մենք նաև այդ թեմային անդրադառնանք, ես շատ կարճ կսեմ, ուղղակի, որ այնքան ժամանակ, որ մեջդ ունիս համոզումը, որ դակավին եւս մեկ կռիվ ունիս տալու, պիտի չգոտրվիս, գոտրվիլ չի գա, այսինքն ինչ կնշանակի գոտրվիլ ցկենք ելենք երտանք, այո, ինչ կնշանակի հասնենք, ինչ կնշանակի համագերբինք մտքին, ես համագերբող տեսակ չեմ, ինքս իմ անձիս մասին խոսիմ բացառապես ես ունիմ ուխտ, ունիմ երթում ծառայել հային ու Հայաստանին, իսկ եթե հարգել լա նաև յանքի քնով, այսինքն ուխտաթրուժ մարդու նկատմամբ վերաբերմունքը սովորաբար շատ բացասական կլա եւ այդ ուխտի դերը լալու համար պիտի անընդհատ փորձես ինքդ քեզ վերանորոգել, ինքդ քեզ վերանայել, սխալները չշտկել եւ չփլուզվել։ Հիմա մենք այդ փլուզված վիճակի մեջ ենք եւ ես ուրախ եմ բարձրապես որ գիտակցին որ մենք շոկի մեջ ենք։ Հայաստանի ժողովրդի բարակային, հայության բարակային այն մանիպուլյացիոն քաղաքականություն, որ իշխանության կողմից գտարվի, մեկ նպատակ է դա բնտե, որպեսզի ժողովուրդը չգիտակցի, որ ինքը շոկի մեջ է, որովհետև հոգեբանական առումով երբ որ դու գիտակցես, որ շոկի մեջ ես, ունիս երկու տարբերակ, կամ պիտի ոտքի գնաս եւ ուղես մեջքդ, եւ կամ պիտի գործանվիս։ այո, Հիմա ես ինգած եմ շոկի մեջ եւ որոշած եմ, որ պիտի շարունակեմ ճանապարհը եւ պիտի չմնամ այս փերի, այս լուծի տակ։ Ժողովրդի մեծ մասը չի գիտակցի, որ շոկի մեջ է, այլապես այն քաղաքականությունը, որ գվարվի այսօր Հայաստանի մեջ, վաղուց մենք ստոպ տված կլինենք։ Բادرազմեն յետք շատ բան փոխվեցավ, շատ բան վերանայվեցավ, շատ բան վերարժևորվեցավ եւ փառք ու դամ Աստծուն, որ այնքան իմաստություն տվավ ինձի, որ ես կարողացա գտնել ճիշտ ճանապարհը, չվհատվելու, չհուսալքվելու, չհիաստափվելու, ջամբար չփոխելու, ջամբար այո, չթողելու, խաղապար չդավաճանելու, ընկերներ չդավաճանելու, զոհված տղոց արուն չդավաճանելու եւ երակույն տրոշը, որը իմ սրբություն սրբոցը գետնին չթողելու։ Այդ եղած է, որ այդ մեսիջը մշտապես եղած է, որ գիտության զուգահեռ քաղաքագիտական գիտելիքին զուգահեռ փոխանցած եմ իմ ուսանողներուս եւ այն հարկանքը, որ ես գվայելեմ մինչեւ օրս իմ ուսանողներու երբեմն ուսանողներու նկատմամբ այս խնդիրը եղած է, որ ես գիտելիքեն զատ նաեւ հայրենիքը սիրելու, հայրենիքը ճաշտելու խաղապարը կորձովաբացած եմ եւ փոխանցած այո։ եմ։ Շատ լավ, պարոն Կասպարյան։ Ուրեմն կարելի է ասել, որ սփյուռքահայությունը առաջին անգամ ծանոթացավ Աբրահամ Կասպարյանին Հայաստանի հանրային պատկերասրահի լուրերու հաղորդումներու ընդմեջ է։ Այդ շրջանին հազվագյուտ էր սփյուռքահայի ներկայությունը նման թիրքի վրա։ Կարելի է պատմել, թե ինչպես մուտք գործեցիք լրատվական աշխարհ։ Ես դակավին ուսանող էի, երբ իմ առաջին քայլերս իմ քաղաքական մտքի ստացած գիտելիքի բացահայտ դրսևորման համար դրսևորեցի նոյանդաբան լրատվական գործակալության մեջ աշխատելու տարիներում սկիզբը հոն մտայբրև նաև արմդայերեն լուրերու թարգմանիչ, հետո խմբակիր, հետո իմ նեղ մասնակիտական ուղղվածությունը Թուրքիո լուրերու խմբակրությունը եւ Թուրքիո վերաբերյալ քաղաքական վերլուծություններ անելու առումով եւ երբ որ 2004-ին էր այդպես 2003-ի վերջ 2004 2005 թվականին դակավին իմ ծանոթներու ընկերներու միջոցով բարբերաբար գխոսեի որ հանրային պատկերասփյուրի կամ հերադեսիլի
մեջ եթե լավ գլար, եթե արևմտայերեն լուրեր լայն, որ նաև մեր սփյուռքի հայրենակիցները որոնք դժվարություն ունեին այդ ժամանակ, հիմա գրեթե դժվարությունները վերացած են, պայմանավորված դեպի ավանդական սփյուռք այն հոսքով հայաստանցիներու արևելահայ զանգվածի այն հոսքով, որոնք արևելահայերեն գխոսին, եւ հիմա արևմտայերը գրեթե դժվարություն չունին միմյանց Բավական հասկանալ, բայց բաժրեցան։ 20 տարի առաջ այո, վարժվեցան ադորնը բաստեց բնականաբար դեպի երգիր կալուհավ սփյուռքահայերու հազարավոր, հարյուր հազարավոր հայերու այցերը բայց այդ ժամանակ խնդիր էր, լուրջ խնդիր էր, հատկապես մասնակիտական եզրափանությունը ճիշտ ներկայացնելու առումով։ Այսպես կխոսեինք 1-2 տարի խոսացած էինք, բայց իմ ընկերներս մեկը, որ հիմա Ամերիկա գաբրի, Հայգարամ Նահապետյանը, որ հետակային նաև իմ գործընկերս դարձավ հանրային հեռուստաընկերության մեջ, օր մի եկավ եւ ասա, որ այսպիսի հնարավորություն կա խնդիրը ներկայացնելու հանրային հեռուստատեսության ղեկավարության դու պատրաստ ես չի հարգա պատրաստ եմ մեծ չելենջը մեծ մարտահրավերը բնականաբար եւ կացի հանդիպեցա ղեկավարության հետ դեսլականս ներկայացուցի թե ինչ կարելի է անել Այո, եւ այդպես բանակցությունների ընթացքին որոշումը ընդունվեցավ բավական դժվար էր նախ այդ պատասխանատվությունը ստանցնելու որովհետեւ գիտես որ առաջինն ես որ նման կայլ պիտի գդարես եւ մեծ մեկ պատասխանատվություն։ մեկ փրկողակ կար հսկայական պատասխանատվություն էր հսկայական ես ալ այսինքն այսօրվա փորձառությունս տարիքս եւ իմաստությունս չունեի այդ ժամանակ երիտասարդ էի 25 տարեկանին ասեմ որ եգուր ամբողջ սպիրկի առաջ 10 միլիոնանոց սպիրկի առաջ արեմդայրեն ելույթ ունեցիր շատ դժվար էր նախ ես ինքս լեզվագիր լալով բայց արևմտահայ մամուլի մեջ դարիներու փորձ չունենալով շատ դժվար էր նաև հասկանալու արևմտահայերենի այն միջինացված դարբերակը, որ պիտի գտնես, որ կբավարարե դարբեր համայնքներու, դարբեր քաղաքներու մեջ հրատարակվող հայ մամուլի ջաշակը, այսինքն խնդիրը ադի, որովհետև բոլսահայերը մեկ Սև գկրեն Բեյրութահայերը, մեկ սև գկրեն Իրանահայերը, ուրիշ սև գկրեն այդ լեզվամտածողության մասին է, հա, Այո, խոսքը նախատասության այո, շարաուշտենեն սկսյալ մինչև ընտրյալ բարերը, որոնք պետք է արվելակույնս առարգայականը լան չթիպչին այն սկայացունց բահերում, որոնց հոգեբանություն ես իբրև սպյուրքի ծնունդ գիտեմ, որովհետև գիտես լուրը հաղորդել է առաջ, այնքան առարգայական պիտի փորձես ներկայացնել, որ ոչ մեկ կողմի քրքրությունը առաջացնես, շատ դժվար էր, շատ ծանր էին, հատկապես առաջին մի քանի ամիսները, որովհետեւ միջինացված դարբերակը գտնես եւ հոգեբանորեն պատրաստ լալ քննադատություններու մեծ ալիքին այո, աղերսագիցը լալու Գիտեք, մեկ բան է ասել, որ ես ասի գնեմ կամ ես կրնամ այս մարտահրավերը վերցնել եւ ինքսինքս ապացուցել, ուրիշ մեկ հարց է գործ ունենալ արհեստավարժ լսարանի հետ, պրոֆեսիոնալ լսարանի հետ, մանավանդ որ դու ինքդ քեզ համոզած պիտի լաս, որ այս գործը գնես հանուն ինչ որ նպատակի, այսինքն ոչ թե մեգանկամյա այո։ ձափողջուններ կամ ողջույններ ստանալու կամ քնահանդանքի կովասանքի խոսքեր լսելու համար, այլ դու Հակառակն գնաս ալ դաշտը, կրնապատահել։ այո, պատրաստ պիտի լաս քննադատությունը լսելու, առողջ քննադատությունը, անառողջ հիվանդ քննադատությունը լսելու եւ այդ ամբողջը պիտի չաստեք ու դրամատրվածությանը վրա, որովհետեւ դու կորց պիտի ինես, աշխատանք պիտի կատարես։ Այո, Այս բոլորի մեջ են անցնիլը բավական հետաքրքիր էր եւ քեզ գթրձե, քեզ գգոփե, քեզ գվարժեցնե, քեզ գսորվեցնե ավելի ծանր նշածող սահմանելու, ավելի գրնալալ դատապան։ հակառակն ալ դեղի ունենա, գրնալալ որ շատ կովասանքներ լսես եւ պիտի չի դարվիկ, որ պիտի չի դարվի մարդ այդ կովասանքներեն եւ հանգարց ուրիշ Հարգա։ բանի մեջ լայնքին գտնե։ Ես սովորաբար երախտամոռ անց չեմ եւ երբ խնջույքի սեղաններու կամ որ վերջին 5 տարվա ընթացքում գրեթե չեմ մասնակցիր
միջավայրեր գլան ուր գխոսին անցած մասնակիտական ճանապարհի ունեցած թերագադարներու ուսուցիչներու մասին ես միշտ երախտաբար եղած եմ այն խմբակիրներում որոնց հետ բադիվ ունեցած եմ աշխատելու եւ բարբերաբար իրենց անունները կհնչեցնեմ իմ խմբակիրներեն մեկը կհիշեմ իմ առաջին քայլերու ժամանակ հանրային հեռուստաընկերության մեջ երբ առաջինն էր եւ գտվար թե ձովը ձնկներդ պիտի լա եւ պիտի ասես որ ես եմ դեսակ այսպես եւ այլն շատ կարեւոր ուղերձ մը փոխանցեց եւ հսա որ երբեք չբավարարվիս այն հաջողություններով, որ քեզի կփորձեն ասել, որ ծափերով դու այսպես շատ լավ եւ այլն, եւ չփորձես մեծամտանալու եւ ադի ինձ համար մասնակիտական գործունեության մեջ բարձակույն նշածող է Այո, եւ բարձակույն բատվեր է եւ բատվիրան, որուն կհետևիմ եւ իմ աշխատողներուս, իմ ենթականերուս, իմ գործընկերներուս, իմ ընկերներուս բարբերաբար նաև այդ ուղերձը կփոխանցեմ։ Այնպես որ եթե եղած են քննադատողներ, եղած են հազար կովապանողներ, բայց երբեք ու երբեք այդ փերինդակ չեմ մնացած, որտեվ շատ լավ գիտեմ, որ մարդիկ չեն ուզեր վատ բան ասել, գուզեն խրախուսել, քաչալերել, բայց այդ քաչալերանքին դակ պետք է շատ արհեստավար մոտեցում ցուցաբերել եւ ասել, որ հաճո։ կովասանքեն անտին գոյություն ունի արհեստավար մոտեցում, որտուն խախտած է այս Այո։ չափանիշները եւ այդ ստանդարտները Եվ անընդհատ արտարացնել այդ կոբասանքները առաջիկա արգա աշխատանքով։ Իսկ արգա դուք նաև ստեղծեցիք հեղինակային հաղորդումներ, ղեկավարեցիք լրատվական բաժիններ։ Ինչն էր ձեզի համար ամենեն դժվար եւ ամենեն կարևոր լուրը, որ պետք է փոխանցեիք։ ես ինքս հերոստատեսության մեջ շատ ծանր օրեր անցուցած եմ Ավել կան որովը մեկը կրնա պատկերացնել, որովհետև թուն գործ ունիս մեծ լսարանի հետ։ Հիմա զուդարեմդայերենն արևելայերենի այդ փոխադեղումը, որ եղավ թրվակը բատմեմ ընդամենը, որ եթե ծեր հերոստալսարանին եդակրկրեն, ընդհանրապես թե Անշուշտ ինչպես դրամետ է։ եղավ, որ գոբիտ բան պիտիսեմ 4-7 օր արևմտայերեն խոսող Աբրահամը 5-7 օր արևելայերեն մեկ անգամ են սկսել պատմել։ Շատ Թարագազմիկ անցում էր, որովհետև լի էր հոգեբանական շատ ծանր ապրումներով խնդիր տրված էր արևմտայերենը կամ գասեցնելու կամ ներուժը ավելացնելու եւ ներուժը ավելացնելու որևէ ռեսուրս չունեինք մենք այդ ժամանակ թե ֆինանսական առումով թե ծրագրային թե մարդուժի առումով որովհետեւ չես կնար ամեն արևմտայերեն խոսող կամ արևմտայերենի գիտակ մարդու գրել եւ այսպես տեսախցիկի արժև տնել որովհետեւ հատուկ պատրաստվածություն պետք է անցնի Է, պետք է հերադեսիլային լրատվության լեզուն գիտնա, ոչ թե դպակիր մամուլի օրինակ, որովհետև տարբեր ժանրեր են, տարբեր մտածողություն է եւ տեխնիկ է ընդհանրապես։ Ղեկավարությունը այդ ժամանակ տեսնելով նաեւ որ ես զուգահեռ արևելահայերեն տեսանյութեր կպատրաստեմ, ռեպորտաժներ կպատրաստեմ, ադալիմ գոմես կամավոր ծևով եղած էր, դեռ Թուրքիո վերապերյալ եւ համաշխարհային քաղաքականության վերապերյալ զուգահեռ արևելահայերեն ռեպորտաժներ ես կպատրաստեի եւ կսփռվեր դարբեր հայտակիրներ։ այն լսարանին համար, որոնք Հայաստանի մեջ կթիդեին։ Այո։ Երբ որ դեսան իմ առաջընթացը ինձի այսօրվա պես կհիշեմ 4-7 օր էր 2008 թվականն էր եւ նախագահ Բարակ Օբամայի երթմնագալության նախորդող օրն էր հիշարժան դարեթիվ է որ չեմ մոռնար ամսաթիվ է չեմ մոռնար եւ իմ ղեկավարությունս այն ժամանակ շատ լուրջ խնդրի առաջին զիգեցուց ես այն ժամանակ թեթև այսպես սապրունքով էի մորուքով էի այդպես դուրս գելեի եթեր ինձի հետեւյալ խնդիրը դրին իմ արջևս որ այսօր կսապրվիս վաղը երեկոյան ժամը 9-ին հայլուրի հիմնական թողարկումը թում պիտի վարես
ամենամեծ գացնային հարվածը, որ ես իմ ողնաշարես կստանայի, երևի կյանքիս մեջ այդ էր, որ դու գիտես, որ ցայնակրությունը սփյուռքի համար կհերարցակվի, եթե սխալիս հնարավոր է մոնտաժնել, Այո, շատ կվի։ էդիտինգով, այո, այդ շտկել խնդիրը լուծել, բայց Հայաստանյան լսարանի արչև անալ ամենածանր օրերուն, երբ որ մարտի 1 անցուցած ենք մենք, երբ որ քաղաքական թևերացումը ընդհանրապես շատ ընդգծված է եւ ավելի կընդգծվի եւ դակավին մեր աչքի առջև հայկական պրոտոկոլներու խնդիր գա, սա գա, դա գա եւ մտնել ասպարեզ եւ տնտանոթին բերանա լալ երիտասարդ մեգում համար, որ շատ ավելի մեծ ակնկալիքներ ունի ընդհանրապես ինքը իր հետ կապված կամ իր նպատակի հետ կապված, բավական դժվար էր, ծանր էր եւ խնդիր դրված էր ես կամ գմնամ ասած պարզի մեջ կամ Տեհրանակ։ ընդհանրապես գերանամ։ Ես այդ մարդարավերը տղամարդավայել ընդունեցի եւ ասի ամին ես կամ այդ խնդրի մեջ, բայց այդ քիչ չեմ գնացած, ասեմ։ Սրդի դրոփյունը որ ապրած եմ, որ այդ որոշումը ես ընդունեցի եւ վաղը հաջորդ իսկ օրը որ արվելայրեն երկրի թիվ 1 քարոշչամեքենայի գլխավոր հաղորդումը ժամի 9-ի հաղորդումը ուր 100,000-ավոր մարդիկ նստած են եւ կսպասեն ու մեկած սայթակից խալիս Բայց որպեսի արդեն իրենք վստահություն քաղաքական ունեին եւ դուք վստահություն ներշնչած էիք իրենց, որ այս որոշումը իրենք գրցան առնել։ Ես դարիներ հետո միայն այդ ղեկավարի հետ զրուցելով, արդեն ընկերապար զրուցելով, ինքը նույն այս խոսքը ասավ, սա որ եթե ես մենք, այսինքն որովհետև pedagogan համագարքի մեջ որոշումը այդպես Այո, մեգանցնիա չէր գտել, խորհրդակցաբար գլար եւ խորհուրդներու միջոցով կանցներա, ընդհանրապես այն հերոստատեսությունը այն չէր, ինչ որ հիմա գա։ Հիմա ցանկացած պատահական որևէ պատահական մարդ կգնա երթալ, ասել որ ես այսինչ բարմասնություններում կդիրապետեմ կամ դեսկս ֆոտոգենիկ է, այո, ֆոտոժենիկ եմ, կգնամ հայտնվել եւ այլ մեր ժամանակ լուրջ խնդիր էր Դիգին Տորոսյան, շատ լուրջ։ Այսինքն դու դբրոց պիտի անցնեիր։ Դու դարիներ արդվա հաղորդումներում պիտի ինքը դա բացուցեիր տեքստ գրելու այդ փորձությունը պիտի անցնեիր, եւ լուկը, արժանի լայր տեսքը, աթիրքին։ ոճը Արդեն 2-3 տարի ճանապարհ պիտի անցնեիր, որ նոր քեզի ցեկեին ժամը 1-ի, հետո ժամը 5-ի, հետո նոր ժամը 9-ի այսպես հաղորդման անցներ, որովհետև ամենաբադասխանատու եւ քաղաքական մեսիջինգը դվող հաղորդումն էր։ այո, Եվ հետո մեկ անգամ այսպես բերել է ժամը 9-ին, ասել որ պիտի լուրերը թուն վարես եւ ի դարբերություն օրինակ այլ լրատվականներու հանրային հերոստանգերությունը այն ժամանակ մեր սերունդը մեկ բանով գարանցնանար, որ ես օրինակ իմ կյանքիս մեջ ամբողջությամբ իմ տեքստերս, իմ բնակիրներս ամբողջությամբ ես կգրեի։ Այսինքն չկար այդպիսի բան, որ մեկը գրե թուն եկե գարտաս քրեթ ում կամ գարտաս։ չկա այդ չկար այդպիսի բան։ Մենք Նույնպես կդաշվեինք քաղաքական այդ ամենաբար լուրերու բացում որ պիտի կատարեի կամ որ ինքնաբերաբար պատրաստված գլա այդ օրվան կամ այդ շրջանի քաղաքական կացության հետ կապված այդ ոնքալ դուք կգրեիք, չէ՞։ այո, շատ լավ հասկանալով երկու բան, որ պետք է դարանչադել։ Պետության նպատակները կրնաստուն ծավալել իշխանության ըսելիքը, որ իշխանությունը պիտի ասի, ադի լրակրողական հմդության, բարբետության հարցը, թե արդյոք քեզ կվերակրես այդ ամբողջը։ Կամ համոզված էիք դերևս կացություններու արժև կգտնվեիք, որ դուք համոզված չէիք լար այդ որոշումին կամ այդ Մենք կացության, բայց ստիպված տեսեք ես գլայիք հանրային հերադեսիլ են այդ լուրը որպես իշխանության կողմէ հակավ արտահայտված։ այսպիսի արտահայտություն գա գսեմ որ հորդ խանութը չհատի Այո, պետության ճիշտ։ ենթակայության դակ գտնվող է բայց որ դու ինչ ուզես ասել չի գա այդպիսի բան գա սենսուր գար եւ այդ սենսուրը մենք կբահեինք կամավոր որ կարմիր կձեր կամ որ դու չես կրնար անցնել Շատ ճիշտ։ օրինակ ինձ համար սենսուրը ասկային անվտանգության առնչվող երեք կարևոր թեմաներ էին ասկային ինքնություն, Արցախ ցեղասպանության թեմա, Հայաստան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան
հարաբերություններ, այս երեք թեմաները խաղ ու բար չի գար, այսինքն Այո, Կարմիր քծեր գոյություն ունեին, որտեղ պետության դիրքորոշումը հստակորեն պիտի պաշտպանես։ Շատ բաներ կար, որ իշխանության գործունեության հետ կապված, որ մենք չէինք կիսեր այդ մոտեցումները, մենք համոզված չէինք, եւ այդ ամբողջը գարդայտվեր մեր թե ժեստիկուլյացիայի միջոցով, թե միմիկայի միջոցով, երբ որ անդարբեր գսես այդ լուրը տեխնիկ է այդ այո, ամբողջը, հա, որ երբ տեսնե, որ ասի քու միտքը չէ։ այո, շատ ճիշտ։ Ասի իշխանության ներգայացուցչի խոսքն է, որ դու ի պաշտոն է բարտավոր ես փոխանցել, բայց չես գնար գրել, Այո, քեզ վերակրել այդ ամբողջը։ Շատ դաժան հագասություններու մեջ եղած ենք, հատկապես հայ-թուրքական արձանագրություններու ժամանակ, երբ մարտի 1-ի ժամանակ այդպիսի օրեր անցած ենք pedagogan պահպանության ծառայության քունտի գրավման ժամանակ, երբ որ դու թիրախը գտարնաս բարձապես mhm, հերոստատի թիրախն ես։ Այսինքն մենք այնպիսի օրեր անցած ենք Տիգին Թորոսյան չէ պատկերացնել, որ մեր խմբակրություն գզանքեին եւ ամենավերջին անեծքները, ամենավերջին հայհոյանքները, որ հոգեբանորեն քեզ մաշեցնեն, չարթեն, գոդրեն, իսկ ո՞րն էր եթե դա վերջին անգամ, որ դուք հոմեգեն արդեն ձեր վերջին հաղորդումը տվիք։ 2019 թվական նոյեմբեր 10-ը իմ վերջին վերլուծական Այո, հաղորդումս էր։ որ մեկ դուք անցաք։ Ես ատկե ետք թիմումս գրեցի եւ դուրս եկա բնականաբար ագնհայդորեն գործող իշխանության հետ ոչ թե ունենալով հագաստություններ, այլ հագամարտության երթալով Արցախի եւ ընդհանրապես հայաստանյան ներքաղաքական սխալ ընթացքի վերաբերյալ եւ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ իմ ունեցած լրջակույն հագաստություններու պատճառով իմ թիմը սկրեցի եւ դուրս եկա։ Թեև 18 թվականի իշխանապողությունը, որ տեղի ունեցավ, իրենք փորձեցին մեր այդ 5 դպրոցը չարթել, բահբանելով միայն ինձ, հույս ունենալով, որ զիս կվերափոխեն եւ ես իրենց համար, այսպես Այո, իբրև աշխատի։ պրոպագանդիստ Այո, աշխատեմ եւ այլն։ Այլն ես մոտավորապես 1.5 տարի աշխատեցա նոր պայմաններ մեջ, բայելով իմ գարմիր գծերը եւ այդ գարմիր գծերու շուրջ ունենալով լրջակույն հագաստություններ, պատճառ եղավ, որ նոյեմբեր 10-ին վերջին հաղորդումս եղավ, վերջին վերլուծականս եւ նոյեմբեր 12-ին ես թիմը սկրեցի եւ դուրս եկա։ mhm. Որ Կոնկրետ, այսինքն բողասացել ասեմ, տաղապարները դակավին յետ սկսիլ որ գայաններ որ ձեզ ընդունեց եւ դուք նույն ձեր աշխատանքը շարունակեցիք։ Արմնյուզը բնականաբար այն ժամանակ, երբ ես թիմումս գրեցի եւ այդ բային թիմադետրի վրա, Facebook-ի վրա ստատուս գրեցի, որ այս պատճառներով հստակ Այո, երեք պատճառ նշածեմ, ցեղասպանության միջազգային ճանաչում, հայկական իրավադիրություն, Արցախի ինքնորոշման իրավունք եւ բանակցային ելք, որ փակուղի կդաներ այս իշխանություն եւ ընդհանրապես հայկական ինքնության վերաբերյալ արմադական հագասությունները, որ մենք ունենք, ես չեմ գնար շարունակել, դեղվույն 7-8 լրատվամիջոցը արդեն զանգեր եւ հրավերները ստացած էի, բայց ամենանպատակահարմարը ուր իմ գարմիր քծերը հաշվի գառնվեին եւ քաղաքապարական առումով եւ ազատ խոսքի դրսեւորման առումով որևէ սահմանափակում չէի ունենար արմնյուզներ ուրքացիոն իբրև լրատվական եւ վերլուծական բաժանմունքի դեպարտմենտի ղեկավար եւ 2019 նոյեմբերը մինչեւ 22 թվականի հունվար-փետրվար ես այդ պաշտոնը կսպաղեցնեի մինչեւ արմնյուզը գփակվեր իբրև հերոստալիկ երբ արդեն զուգահեռ ստեղծած էի Genesis Armenia ուղեղային այո, կենտրոնը կամ think tank-ը հիմնադրամը եւ այդ ամբողջը շարունակվեցավ մինչեւ 2023 թվականի հուլիս, երբ իմ Genesis-ի ինժեներով, քաղաքապարագիստներով ստեղծեցինք ABC Media-ն։ այո։ Իսկ պիտի նման ստեղծման համար Genesis Armenia-ի մասին ինչ պատճառներով
հիմնեցիք եւ ինչ գործունեություն կտանի։ Ջենես Արմենիան փորձեցինք ի սկզբանե classic think tank անել, ուղեղային կենտրոն ունել, ուր որոշումներու ընդունման կենտրոններու սեղանին մենք կտնենք լրջակույն հետազոտական եւ վերլուծական աշխատանք երկրի թիմակրաված մարտահրավերներու եւ զարգացման ուղիներու վերաբերյալ։ Թե ազգային անվտանգության, ապահովության, թե ներքին քաղաքականության, թե արտաքին քաղաքականության, թե տնտեսական քաղաքականության առումով։ Բայց հաշվի առնելով, որ տասական իմաստով think tank-երը Հայաստանի մեջ չեն աշխատել, որովհետև բադվիրադուն պետությունը չէ, որովհետև պետությունը զավտած իշխանությունը կհամարե, որ ինքը ամենախելացին է եւ խելոք միտքերու եւ ծրագիրներու գարիք չունի եւ գարաշնորթի բացառապես իր օրակարգով Արցախի 44-օրյա պատերազմեն յետք նոյեմբեր 15-ին ես խորհրդանշական քայլով երապլուր բարձրացա երկու թրոշ վերցուցի հետս մեկը սպիտակն է, որը վարեցի, որը հանձնվողականությունը գնում խորհրդանշի եւ մեկ թրոշ բարձրացի հայոց երակույնը, այդ երակույնը մինչեւ հիմա գտնվի իմ սենյակիս մեջ, իմ անբաժան ընկերն է, ահա եթե կուզեք կրնամ ցույց տալ այսպես, այս երակույնն է, Այո, որ իմ թիգունքս կհսկե, իմ ուղեղս կհսկե եւ իմ անբաժան ընկերն է։ Այս թրոշ բարձրացի եւ խոստացա իմ զոհված ընկերներու շիրիմներու արժեվ, իսկ ես այս պատերազմին 6 ընկերոջ հանձնած եմ հողին իմ ցերկով։ Խոստացա, որ ոչ մեկ ջիք պիտի խնայեմ իմ միտքը, գիտելիքը, խոսքը, գազམ་ակերպական ունակությունները ծառայեցնել Հայաստանի զարգացման եւ բարգավաճման եւ վերջնական հաղթանակին։ Բնականաբար ամբողջ գործունեությունը մեր այդ ժամանակ ուղղված էր Արցախի մեջ, մեր գործունեության 95%-ը Արցախի մեջ էր։ Թիվանակետներու վերապատրաստում է սկսյալ մինչև հայոց պատմության եւ հայոց լեզվի ուսուցիչներու վերապատրաստում, մինչև բիզնես ներդրումներու ներգրավում Արցախի մեջ խրախուսելու մեր հայրենակիցներուն, որ Արցախի մնացած վերջին բադարիկը պետք է բայել եւ հնարավոր է բայել ֆաբրիկներ ստեղծելով Արցախի մեջ, տնտեսական ներդրումներ բերելով, սփյուռքի մեր հայրենակիցներու նվիրատվություններու եւ ներդրումներու շնորհիվ լուրջ աշխատանք տանելով, Արցախի ղարաբաղության հետ աշխատելով, մեկ կողմ ցկելով բոլոր հագաստությունները եւ առաջնահերթ համարելով Արցախի վերականգնումը եւ Արցախցու իր հողի եւ ջուրի վրա, այսպես իր հողի անալու մեջ իրավունքը։ ապրելու իրավունքը։ Շատ գործունեություն ծավալած ենք, շատ փակագծեր չենք բացած բնականաբար, որովհետեւ որը պիտի կա, որ ադոր մասին պիտի ոչ թե խոսենք, այլ դարձյալ պիտի ինենք։ Գործադրենք։ Թե Արցախի պաշտպանության բանակի կարողությունները բարձրացնել է սկսյալ մինչև Արցախի մեջ գիտական միտքը զարգացնելու եւ հայկական պոտենցիալը ընդհանրապես ուղղելու եւ Արցախի քաղաքապարը գենսունակությունը ապրեցնելու առումով նույնիսկ կրնամ ասել, որ վերջին պայմանակիրը կամ համաձայնակիրը, որ Ջենես Արմենիան կնքած է, Արցախի ղարաբաղության հետ որ կնքած է, վերջին պայմանակիրը Ջենես Արմենիայի հետ կնքած է, որ մենք պիտի ստեղծեինք ամենամեծ մեդաղացուլարանը Արցախի մեջ եւ ներդրումներով եւ կորզիկներով եւ հաստոցներով ամբողջությամբ պատրաստել եւ մենք ամբողջությամբ դարված ենք Շատ լավ։ ադորմով դագավին չեմ խոսիր որ 23 թվականը մեզ համար մինչև Արցախի հայաթափումը մինչև բլոկադան 22 դեկտեմբերին գլար այն մշակութային եւ գիտագրթական մեծ գործունեությունը որ տարած ենք Արցախի մեջ Շատ հետո բնականաբար տեղափոխվեցինք մեր թաշտը տեղափոխեցինք Հայաստան մեր վերլուծություններով մեր գլխատեսումներով կշարունակենք մեր գայքին վրա ներկայանալ մեր սոցիալական բոլոր հարթակներում ընկերային բոլոր հարթակներում գա Ջենես Արմենիա think tank եւ պատմակաղակական եւ անվտանգության եւ տնտեսության վերաբերյալ եւ ժամանակագից ջարդարակիդական աշխարհի հրամայականների վերաբերյալ մեր վերլուծական հոդվածները ամբողջությամբ կտեղեկայենք եւ գործենք թե Արցախից Արցախեն բռնակախտած մեր հայրենագիցներու
լեզու մշակույթը բահելու ուղղությամբ եւ թե Հայաստանի գիտագրթական պոտենցիալը ներուժը զարգացնելու ուղղությամբ։ Լավ, ծեծեզի 12 հունիսը, այն թվականը, որ կհատկանշվի ձեր պակարությամբ եւ բռնությամբ։ Ինչ բան ապեցավ եւ ինչ բան փոխվեցավ, ինչ բան գոդրեցավ ձեր ներսիցին։ Ոչ մեկ բան, Վստահ եմ։ ոչ մեկ բան։ Չի գոդրվիր եւ պիտի չի գոդրվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը ամբողջությամբ հայու հոգու եւ սրդի մեջ գոդրված չէ։ Մենք Հայաստանը կգործընծնենք այն ժամանակ, երբ հայը կգործընծնե ամբողջական հայրենադիրության իր գաղափարը, դեպի արև երթալու, դեպի գադարելակորձում երթալու, դեպի զարգացում երթալու իր գաղափարը։ Քաղաքական պայքարի մեջ մտնողը ես այդպես սորված եմ։ Ես այդպես կարդացած եմ, ես այդ տեսած եմ եւ մեզ մե առաջ այս պայքարի զոհասեղան իրենց կյանք դրած տղաները մեզ մե ոչ մեկ բանով բագաս եղած են, որ իրենց կյանքը դրած են զոհասեղանի հայրենիքի։ Ինչ պիտի գոդրվեին, գոդրվելը ինչ է, գոդրվելը մեզ սազական չէ, մեզ վայել չէ, Ես չի վայելեր, այո։ մեզ վայել չէ, հայրենիք ասելով ամբողջական գիտակցումը փչիչներով, արյան փչիչներով դու պիտի իսկաս այն պատասխանատվությունը այդ բարին, այդ ծանրությունը բարին, որպես ես հայրենիք եւ գուցե ոչ բոլորն են իձնե կամ որպես առաքելություն լծված այս գործին, հայրենիքի ազատագրության տադը գենթատրե բանդարգություն, գենթատրե բռնություն, գենթատրե հալածանք, գենթատրե ամեն ինչ, բայց նպատակը չպետք է գործընծնել, նպատակը միշտ պետք է վարբահել, գուզեն 10 անգամ ձեզեն, գուզես դու 20 անգամ զարկ, Բան բայց չփոխվիր։ գոդրվիլ չի գան։ Այ, լավ։ Միակ բանը, որ ես ուրախացած եմ այդ ամեն ինչեն, թեպ մը պատմեմ ցեզի, նույն հունիս 12-ի ծանրակույն թեփքերեն, երբ 20 հոգով հարցակած էին վրաս եւ Աստծո հրաշքն էր Փարիզում Աստծով, երբ գսեն չէ, մենք մեր բանաճության մեջ էլ գսենք հրեշտակներ եկան այսպես վերցին, իրապես հրեշտակներ եկան վերցին, որովհետեւ 20 հոգով իբր առաջին ուզեն գլխու թարվածել եւ թիմաձնոդային ապարեհիտ, որպես չխոսիս եւ չմտածես, երբ այդ ժամանակ շտաբօգնության մեքենա փորձեցին ինձ տեղափոխել, ես այսպեսի բան մանադիպ վիճակներու մեջ երբ կհայտնվիմ, ինքս ինձ երկու հարց կուտամ, արագ, որ տեսնեմ խելքը ստեղն է, հիշողությունը ստեղն է, թե չէ։ Որտեւ իմ ամենաուժեղ կողմերը մեկը ես կամարեմ իմ հիշողությունս, որ նույն մշտապես երկու մայրաքաղաք կհարցնեմ ինքս ինձի։ Եթե այդ հարցերուն ճիշտ պատասխանեցի, ուրեմն կսկամ, որ խելքս Okay, տեղն է։ շատ լավ եք։ Մեկը գսեմ Արցախի մայրաքաղաք, մյուսը գսեմ Թուրքիո մայրաքաղաք։ Մեկը ասկային ոգեշնչության աղբյուրդ եւ մյուսը թիրախդ։ Այո։ Եթե այս երկուքը հիշեցիր, ուրեմն հիշողությունը տեղն է։ Եվ երբ որ բանի մեջ էի, շտաբօգնության մեքենայի մեջն էի եւ բոլորը այդ թվում գարմիր բերետները, որ զիսպան եւ դղակային մեջերին, որը գապսոսային եւ գոքնեին զիս, շատ լավ հասկանալով թե ինչ կդարած են, երբ որ ինքս ինձ կխոսեի, գսեի, որ Թուրքիո մայրաքաղաք Անկարա, որովհետեւ սովորաբար այսպիսի բան կա, չէ՞, գսեն Թուրքիո մայրաքաղաք Ստամբուլ մուքա մեկ անգամ միտքդ։ Ես իմ ճշգրտող հարցս Թուրքիո մայրաքաղաքը Անկարանն է, աստղակը սկսան նայել թե աս խենթով է խենթացավ ինչ եղավ ինչ կխոսի մայրաքաղաք կխոսի եւ այլն այնպես որ գիտա որ հիշողության սպամ չեղած նպատակս նույնն է կացին կարաջ տացան կարաջ Բարոն Կասպարյան, շատ հետաքրքրական է մեր զրույցը, բայց կարծեմ մենք կամաց պետք է փակենք մեր հայտակիրը։ ամփոփենք Պիտի ամփոփենք, այո։ Պիտի ուզեի
հարցնել ձեզի, որ կարճ պատասխանով մայիթե գրնանք, որքանով հետաքրքրված եք դուք քաղաքներու մշակութային եւ ազգային լուրերով, դրված է լալով, որ դուք արևելակետ եք եւ հետաքրքրություն ցուցաբերած եք միջին արևելքի զարգացումներում, մանավանդ ձեր ծննդավայրին հետ կապված։ ABC մեդիան, որը մեր գործընկերները շատ պրոֆեսիոնալ մագարտակի վրա կանցնեն, իդեպ YouTube հարթակի վրա միակ լրատվամիջոցն է, որը սփյուռքին ամենամեծ տեղը կհատկացնե։ Մենք ունենք Արմենիկան անունով հաղորդումը, ուր կհյուրընկալենք սփյուռքի զանազան գործիչներու քաղաքական, մշակութային, գրթական մշակներու բացենք մեր գործընկերները միշտ բաց են եւ սփյուռքեն եկած բոլոր հարաճապահ, այսպես թե գիտնականները, թե գործիչները կհյուրընկալվեն ABC դաղավարի մեջ եւ մեծ տեղ կհատկացնեն սփյուռքի խնդիրներուն եւ խնդիրներու լուծումները ուրվակաձել։ Այսինքն այնպես չէ որ կանչենք, ասենք որ լացեք որ սփյուռքի վիճակը բադ է, օրինակ Հայաստանի վիճակը բադ է, բայց մենք կխոսենք ոչ միայն խնդիրների մասին, նաեւ գուրվակաձենք առաջիկա անելիքները։ Ես այս հնարավորություն եւս մեկ անգամ օգտագործելով ծեր լսարանից, ծեր հարկարժան եւ պատվարժան լսարանի, գոչ կուղեմ Բեյրութայության, Լիբանանի մեր հայկական կառույցներում, բոլոր կառույցներում, չվարանիլ, եթե որևէ գործակցության ծեր ուզեք մեկնել մեզ հետ, ABC մեդիան իր բաց ցերկերով կընդունի սփյուռքի զարգերակը հանդիսացող Լիբանանահայ քաղուտի, Լիբանանահայ համայնքի բոլոր իրադարձությունները լուսաբանելու, թեև լուսաբանած ենք մշտապես, եւ ամբողջությամբ Լիբանանի հայկական սիրտը տեղափոխելու հայրենիք, որովհետեւ խնդիր չենք տեսնել այդ մեջ։ Մենք շնորհակալ ենք, միայն գուզեի, որ ձեր իբրև հայր երկու զավակներով դուք ինչ շարան կուզեք ցկել ձեր որդիներուն եւ ինչպիսի խրատ կամ խորհուրդ կուզեք տալ այժմ մեր հայ երդասարտին։ Ես երիտասարդության ցավը տանեմ, այսպես։ Իմ ուժս, իմ հայրենիքիս ուժը երիտասարդությունն է, բայց եւ ավակներու փորձը։ Մենք երիտասարդներով, ես դակավին թոշակի չեմ ելած, երիտասարդ եմ, շատ բան Այսօր, ունեմ դալիք, բայց որպես օրինակ, ես դակավին այո, ոչ մեկ բան տված եմ դակավին, ես կհամարեմ, որ մենք շատ բան պիտի տանք մեր երկրին, մեր զավակներուն, իմ զավակներս գուցե այսքան արմատական չեն արտահայտվելու առումով հայրենիքի հարցով, շատ ավելի զուսպ, բայց շատ ավելի ռադիկալ են, շատ ավելի արմատական են, ավելի հզոր Հայաստան ստեղծելու հարցով, գիտության բնակավարի մեջ կամ ռազմական բնակավարի մեջ։ Ես իմ զավակներս դաստիարակած եմ փոքր հասակ են 3 տարեկան են բարձր ոգով ինքնության անգասելի մեքենայի արչև այդ մեքենային մասը դառնալով հայրենասեր դաստիարակած եմ հատվածապաշտ չեմ դաստիարակած բարձր գրթություն արժեքներ տալով օրինակ կծարայեմ նաև մնացած երիտասարդներուն գահավատամ որ խորհուրդ չեմ դար խրատ չեմ դար բարձրապես կսեմ որ եկեք իրար հետ առնչվենք եկեք իրար հետ հարաբերություն ունենանք եւ միասին աշխատենք համակարգված որովհետեւ այս տարիներու փորձը որ ես կուտակած եմ եւ գահբարտանամ այդ փորձով ոչ թե ուռա հայրենասիրությունն է այլ սիստեմատիկ մտածելու եւ սիստեմատիկ աշխատելու համագարկված աշխատելու գարկաբահ աշխատելու ինչ որտեղ քաղնաբահ աշխատելու այն մեծ շնորհն է որ ցերկ բերած եմ եւ կգարձեմ որ Հայաստանի աբական պիտի լա ոչ թե գենացնելով այլ դքնաջան համագարկված աշխատանքով որը սերմեր ես կտեսնեմ մեր երիտասարդների մեջ որևէ մեկը չհամարցակվի անբատվել կամ պատվազրկել մեր երիտասարդությանը թշկոհիլ ասել որ դուք չեք գիտեր աշխատել կամ դուք մեր նման չեք ամեն սերունդ ունի իր առանձնահատկությունը այս սերունդը AI-ի սերունդն է եւ ես ցեզի կվստահեցնեմ որ ազգային արժեքները ճիշտ արժեքները ոչ թե հնամաշ ճիշտ արժեքները արդիականացված
մոդելավորմամբ փոխանցելով մեր երիտասարդներուն, մենք կամաց քայլ առ քայլ պիտի հասնենք մեր սահմանած նպատակներուն։ Բարոն Կասպարյան, կարելի է ասել, որ հետագա մոտիկ ապագային ձեզի պիտի տեսնենք քաղաքական գործիչ։ Ես հայտը ներկայացուցած եմ, հիմա բանակցություններ կընթանան բնականաբար եւ այո, տեսնենք։ Որոշումը ընդունված է, վճռականությունը կա, challenge-ը մարտահրավերը վերցված է, գար նաև հասարակական պահանջ, հանրային պահանջ կար այդ ամեն ինչին կոմարած իմ նախընտրությունը եւ նպատակները եւ այո, քաղաքական գործընթացներու վրա, իրական քաղաքական գործընթացներու վրա ոչ ծևական լուրջ ազդեցություն պիտի փորձենք գործել։ Մենք ձեզի հաջողություն կմաղթենք, բարոն Աբրահամ Կասպարյան։ Շնորհակալ ենք այս շատ Շնորհակալ եմ։ հետաքրքրական եւ դաստիարակչական զրույցին համար կարելի է ասել։ Շնորհակալ Շատ ենք։ շնորհակալ եմ ձեզ։ Ուրեմն հուսանք հաջորդ անգամ այլ լուրերով եւ այլ նյութերով կրնանք դարձալ հաղորդակցին մեր վանացային ունգընտիրները հետաքրքրությամբ կսպասեն ձեր լուրերուն։ Մեծ սիրով եւ մեկ նախատասությամբ, եթե կարելի է Դեգին Այո, Պողոսյան, անցամ Ռոմեծեք։ ձեզ մեծ հարկանք ունենալով ձեր վաստակի առաջ եւ ձեր ներդրման առաջ հայկական մշակույթը քարոզելու եւ դարաձելու հարցի վերաբերյալ եւ երկրորդը իբրև հայ, որ բադիվ ունեցած է նաեւ վանացայինի թե դաղավարի մեջ հյուրընկալվելու եւ թե բազմաթիվ հարցազրույցներ ունենալու Վանացայինի մեծ լսարանին, մեր հայրենակիցներուն, չերմակին ողջուններս եւ հարկանքս, բատկարանքս բոլոր մեր լիբանանահայ հայրենակիցներուն, որոնք դարիներ շարունակ հետևողական եղած են հայի, ասկայինի, Հայաստանի, իրենց հոգիներում, սրտերում եւ մտքերում մեջ ապրեցնելու եւ այդ մեծ ուժը, մեծ էներգին ամբողջ հայության մեջ դարացելու համար։ Դարձյալ շնորհակալ ենք։ Հարգելի ունգընտիրներ, Ձեզ այսպես որ շնորհակալ եմ։ կփակենք մեր հետաքրքրական հանդիպումը։ Թիմարագարի փեմը այսօր բադիվ ունեցավ հյուրընկալելու հանրածանոթ դրակրող եւ քաղաքական մեկնաբան, որուն հետ մեր զրույցը ոգեշնչում պետք է լացեր բոլորին, բարոն Աբրահամ Կասպարյանին։ Շնորհակալություն ցայնի հաղորդավարին, շնորհակալություն բոլորիդ, որ մեզի ունկնդրեցիք այսօր, ցեզի հետեր Շողիկ Տորոսյանը։ Մեր հաջորդ հանդիպումը առաջիկա օրեքշաբթի, բացահայտելու նոր անձնավորությունը եւ անոր հաջողության գաղտնիքները։